2 տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ եւ շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակը։ Ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի այն կդառնա հրապարակի խորհրդանիշը։ Այս տեղեկատվությունը հայտնվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջում։ Շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Նախագծի արժեքը կկազմի շուրջ $10 միլիոն։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը այսօր Ամեկ+-ին հայտնեց, որ ինքը թեև տեղյակ չէ շինության նախագծին, սակայն դեմ չէ կառուցմանը, եթե պահպանվի թամանյանական նախագիծը։ Հրապարակի շրջապատը այնպես է բարձրացել, որ իրանք շենքերի քիվերից վերև իրանք ծավալատարածական լուծումներով արդեն ազդում են հրապարակի ամբողջականության վրա։ Ես կարծում եմ, որ այդ թմբուկը կօգնի հրապարակին ավելի ամրացնելու։ Թեև աշտարակի շինարարությունը դեռ չի մեկնարկել, արդեն մեկ շաբաթ է մի խումբ քաղաքացիներ հանդես են եկել «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությամբ, որով կոչ են անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը դադարեցնել նշված ուղղությամբ սկսված աշխատանքները։ Թամանյանի նախագիծը ժամանակավրեպ է, որովհետև այն ժամանակ, երբ որ Թամանյանը նախագծել է այդ մասը այս շենքի, չի եղել զարգացած դեռ մնացած հրապարակը։ Իրանից հետո կառուցվել է պատկերասրահի շենքը, կառուցվել է արտաքին գործերի նախարարության շենքը, արտաքին գործերի նախարարության շենքը սիմետրիկ է կառավարական առաջին շենքին ու կառավարական շենքի վրա ցանկացած շինարարություն եւ իրատեսքի փոփոխություն կբերի այդ սիմետրիայի խախտմանը։ Խումբը նամակով դիմել է պատգամարմիններին եւ պահանջում է, որ իրենց ներկայացնեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է շինարարությունը նախաձեռնել։ Նման նախադեպ եղել է հենց կինո Մոսկվայի ամառային դահլիճի դեպքում հասարակական ակտիվությունը այնքան մեծ էր ու աղմուկը այնքան բարձրացավ, որ այս этаպում ամենայն դեպս կասեցվեց քանդումը։ Մանե Պապյան, Արամ Մնացականյան, Հասմիկ Ֆարոյան, IPV։